Մասնական տոն է եւ իր որևէ մի մասնիկ կամ փաղադրիչ որևէ մեկ իրավունք չունի հանելու այդ միասնական կամ երադոնից։ Բայց արդեն հանել են այսօրվա իշխանությունները մենք ու մոտեցանք հարցին վախենում էին ասել որ երադոն է Շուշի անունը չէին ուզում լսել։ Ես ձեզ հետ եմ զրուցում ժամ իշխանների հետ, որքան էլ իրենք փաստացի գործում են, ազդում են մեր կյանքի վրա, ես իրենց չեմ մեկնաբանում։ Ես կարծում եմ, որ դուք, ես այս նոր սերունդը ինքը պիտի որոշի, թե մեր ապրած կյանքը անցյալ գադարյալ է, ժամանակավոր է, ուրիշը պիտի որոշի, թե որն է հայրենիքը, թե որն է դոնը, Երապլուրը, Անմար գրագը, Մայր Հայաստանը, յուրաքանչյուր տեղ, որտեղ հանգչում է հայ զինվորը, բոլոր սերունդների դա մեր հավաքավայրն է եւ դա մեր հարքակ մատուցելու եւ դոնելու նաեւ վայրն է։ Դա Հայաստան, դա հայրենիք է գոչվում եւ ոչ մի անուն, որ դուք հիմա ինձ դաք, ոչ մի անուն իմ փոխարեն Լեո Ռիչարդի փոխարեն, մեր նոր սերունդի փոխարեն չի որոշելու։ Եվ իրենք ինչպես եղել է գարկով թե արտագարկ կանցնենք գնան եւ մենք ունենանք մեծ խնդիր, թե ինչպես պիտի շարունակենք մեր կյանքը։ Գնացել եք Եռաբլուրը այսօր դուք, պարոն Ավանեսյան։ Ոչ, չեմ գնացել։ Գնալու եք։ Կգնամ, բայց կգնամ, երբ որ վկաները քիչ լինեն, որ աժիոտաժը քիչ լինի։ Որ Եռաբլուր գնում եմ մեկ-մեկ առանցին գիշերով հաղորդակցվելու։ Իսկ երբ որ դոն օր է կներկայանամ բաճաշ գարկով ձեր հարցերին պատասխանելու համար։ Իսկ Լեո Ռիչարդը գիտի այսօր ուր է եկել, ինչ տոն է, պատմել եք նրան։ Քանի տարեկան է։ Լեոն 4 տարեկան, ինչու ենք եկել Լեո։ Լեո ջան, ինչ կասես։ Որտեվ այսօր հաղթանակի օրն է։ Ոյ ապրես դու։ Ո՞վ է ասել պատմել քեզ այդ մասին։ Պապիկ։ Պապիկը, Ռաֆի պապիկը։ Այո, ապրես դու նրան։ Իսկ ինչ կմոռանաս հայ ժողովրդին հաղթանակը։ Հաղթեն իրանք շատ բարի լինեն եւ չարերին հաղթեն։ Շատ քաղաքական մաղթանք է, բայց Հարցին պատասխան, կընտրեք։ Էդել եք դուք սովորեցեք։ Ոչ, այդ Չարերը պետք է։ մեկը արդեն Որ առաջանալ։ իր սերունդի ձայնն է, որ խոսում է։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Ձմռան նման կանցնեն այս օրերը, բայց ափսոս այդ վերքերը, վնասվածքները, այդ հարվածները, որը ստացել են մեր զինվորները, մեր մտավորականները, մեր շարքային քաղաքացիները, կհաղթարենք այս օրը եւս, շնորհավոր լինի։